պետք է նշենք, որ այո, Էփշտեյնի գործում եւ Բիլ Քլինտոնի անունն է նշվում, Գերմանիայի շատ բարձրաստիճան դեռ չի հրապարակվում անունները պաշտոնյաների, այսինքն այս անձնավորությունը լինելով գործակալ, բոլորն ասում են, որ Մոսադի գործակալ է եղել, դա հաստատ է, փորձել է վարկաբեկել տարբեր ուրեմն պաշտոնյաների նրանց առաջարկելով այսպիսի ծառայություններ։ Իհարկե դրանք նկարահանվել են եւ եթե Ռուսաստանում դա նորմալ է, դու տեսար վստահ եմ պրոյեկտի եւ ինսայդերի հրապարակած ուրեմն խայտառակ հետաքննությունը Վլադիմիր Պուտինի արկածների մասին, որ ավանդական արժեքներին ընդհանրապես չէր վերաբերում, այդ թվում անչափահասների մասնակցությամբ դա փաստ է։ Այո, դա փաստ է կարող են դիտել մեր կնդիներ, իդեպ խորհուրդ եմ տալիս դիտել, Ռուսաստանում սա էֆեկտ չի ունենում, հակառակը ես մի մեջբերում կանեմ, երբ Նետանյահուի վերաբերյալ, որ նա բռնաբարել էր կամ սեռական բնույթի գործողություններ էր կատարել 10 կնոջ նկատմամբ 2006 թվականին գործ կար, եւ Վլադիմիր Պուտինը հանդիպեց արտգործնախարար Իսրայելի, նա մի նախադասություն ասաց, որ ձեր ջերմ բարևները, իմ ջերմ բարևները կհայտնեք ձեր իսկական տղամարդ Նետանյահուին, ղեկավար, որը կարողացել է բռնաբարել 10 կնոջ, իբրև թե հումոր էր անում, բայց յուրաքանչյուր հումորի մեջ կա ճշմարտության հատիկ։ Այնպես որ եթե դա Ռուսաստանում ռումբի էֆեկտ չի ունենա, հակառակը գուցե կգտնվեն մարդիկ կասեն իսկական տղամարդ է, Միացյալ Նահանգներում հիշելով նաև Բիլ Քլինտոնի տարիները, սա ունենալու է հետևանք։ Համենայն դեպս սպասենք եւ հուսով եմ Տրամպը չի փոխի իր քաղաքականությունը եւ կստորագրի, արդյոք ինչ հատված կհրապարակվի, կլինեն արդյոք փաստեր, որ չեն թողնի, որ հրապարակեն, որովհետև մենք այսօր գիտենք, որ այսպես ասած ուժային կառույցները լիովին ենթարկվում են Տրամպին, Բոլտոնի հատկապես դեպքերից հետո առաջիկա օրերի ընթացքում պարզ կլինի։